Բարև ձեզ, Երկխոսության լսարանի հյուրն այսօր Գյումրու փոխքաղաքապետ, համայնքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանն է։ Պարոն Առաքելյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Գյումրու կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի պարտականությունները դուք եք կատարում, ինչպես է կատարվում քաղաքի կառավարումը, ստացվում է աշխատանքը Ավագանու այլ խմբակցությունների հետ, խնդրեմ։ Ուրեմն ձեզ ասեմ, պարտականությունները հոկտեմբեր ամսվա վերջերից ստանձնել ենք, կատարում ենք շատ պատվով, քաղաքում այս պահին քաղաքի կառավարման ճգնաժամ գոյություն չունի, խմբակցությունների հետ շփումը մինչ քաղաքապետի կալանավորելը եղել է եւ դա նույն տեմպերով շարունակվում է, հարցեր են եղել, քննարկվել են իմ աշխատանքային սենյակում տարաբնույթ հարցերի քննարկումներ են եղել, լուծումներ ենք փնտրել միասին եւ շատ նորմալ գնում է աշխատանքները։ Պարոն Առաքելյան, այն քաղաքական ուժերը, Ավագանու խմբակցություններն, որոնց ձայների շնորհիվ պարոն Վարդան Ղուկասյանը դարձավ քաղաքապետ, իրենք բազմիցս հայտարարում են, որ քաղաքի կառավարումը ձախողելու դեպքում իրենք չեն կիսելու ձեզ հետ պատասխանատվություն։ Կխնդրեի ձեր գնահատականը այս հայտարարության վերաբերյալ։ Դե գիտեք ինչ, այսպես ասեմ, դա արդեն իրանց տեսակետն է։ Իրենք հայտարարություններ են անում, չեմ ուզում այդ դաշտ մտնել, մենք ստանձնել ենք, առաջ ենք տանում, համագործակցություն կան իրենց հետ, ասում եմ, եւ այնպես չէ, որ միշտ բաց ու թափանցիկ ենք աշխատանքների համար։ Հիմա ասված մի հարց է, ասում են, որ եթե ցախողվի չեն կիսելու, այդ արդեն իրենց տեսակետն է։ Այնպես էլ չէ, որ ցախողումը հնարավոր է երևի ինձ էլ կալանավորեն դրանից հետո եւ չեմ մտածում որ այս իշխանությունը այդ քայլին կգնա, բայց դե չես կարող ասել, եթե գնաց, ուրեմն իշխանությունն է տանում կոլապսի քաղաքը։ Իշխանությունը ուզում է որ այստեղ անկառավարելի վիճակ ստեղծվի Գյումրի քաղաքում։ Այս պահին այդ չկա, նորմալ բնականոնով գնում է աշխատանքները։ Պարոն Առաքելյան, խոսենք քաղաքի խնդիրներից, որոնք շատ են, գյումրեցիները բողոքում էին սառցակալած փողոցների մաքրման աշխատանքներից, այս առումով ինչ խնդիրներ կամ խոչընդոտներ կան։ Ինչպես է կատարվում աշխատանքները։ Կարծում եմ այս վերջի շաբաթներին ավելի տեսանելի եւ ավելի ցայտուն է, թե ինչպես են կատարվում աշխատանքները։ Ես ունեցել եմ խոսք ասելու եւ տարածվել է դա համացանցում, որ եթե չեն տեսնում աշխատանքները եւ անընդհատ քննադատում են, դա ոչ թե իմ աշխատանքն են քննադատում կամ քաղաքապետարանի աշխատանքը են քննադատում, դա չեն ընդունում 420 եւ ավելի ՀԲՀ հիմնարկի, Սամմակշամ հիմնարկի աշխատակիցների տաժանագիր տիտանական աշխատանքները, որտեղ -28 աշյանին ժամը 8-ից դուրս են գալիս մարդիկ, մաքրում են փողոցները, տեխնիկաները, ավազ են շաղ տալիս, այդ աշխատանքները չեն ուզում նկատել, կամ էլ նկատում են, չեն ուզում բարձրաձայնել, ես անընդունելի եմ համարում այդ քննադատությունները, որովհետև օրնի բուն աշխատում են, այսօր շաբաթօրովնտով աշխատանքներ է տարվում, տեխնիկան մաքրում է հիմա դեպի օդանավակայան տանող ճանապարհը, եւ այդպիսի օր չկա, որ մաքրություն չլինի։ Ընդդուք ասել եմ ոչ աշխատանքային օրերին կատարված աշխատանքի դիմաց ըստ աշխատանքային օրենսգրքի համապատասխան վճարումներ պետք է արվեն մեր աշխատակիցներին։ Թափառող շոուների խնդիրը մնում է ակտուալ եւ գրեթե բոլոր քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերի մեջ ունեն հատուկ դրույթ այս խնդիրը լուծելու համար։ Ձեր նախընտրական ծրագրում եւս կա նման դրույթ, ես մեջբերեմ վերջնականապես լուծել թափառող շոուների մեկուսացման հարցը քաղաքային հարակից տարածքում դրանց համար հավաքակայան կացարան կառուցելով։ Հիմա աշխատանքներ տարվում են այս ուղղությամբ։ Այո, մեր ծրագրերի մեջ այդ ընդգրկված է եղել։ Հիմա երբ որ եկանք մենք ստանձնեցինք Վարդան Ղուկասյանը ստանձնեց քաղաքապետի աշխատանքները, մենք տեսանք, որ կառավարությունը քաղաքի հետ սուբվենցիոն ծրագիր ունի կացարան ստեղծելու համար։ Եվ ի զարմանս մեզ, եթե չեմ սխալվում, 4 անգամ մրցույթ է հայտարարվել, շինարարի արդեն մրցույթ է հայտարարվել եւ 4 անգամն էլ մասնագիտ չկա։
Ես այս վերջի խորհրդակցության ժամանակ նաև կոչ եմ արել, նորից ասել եմ շինարարներին, որ եկեք մասնակցեք 124 միլիոն տրամանոց ծրագիր է, գումարը քիչ չէ, տեղը կա, քաղաքապետարանը հատկացրել է, նախագիծը կա, մնացել է միայն շինարարի մրցույթը։ Նորից եմ օգտվելով այս ամեն ինչից, նորից դիմում եմ, եկեք մասնակցեք այդ ծրագրին, բայց այստեղ մի կոմպոնենտ կա, ասեմ ձեզ, որովհետև եթե մի տարվա ընթացքում դա չի կատարվում, հետ է կանչվում այդ գումարները։ Հիմա եթե չեմ սխալվում, ծրագիրը մշակողը մինչև մեր գալը ինքը դիմել է տարածքային կառավարման նախարարություն, թե էկոնոմիկայի նախարարություն, որ գումարները հետ մի կանչեք, փորձենք այս տարի էլ այդ ծրագիրը իրականություն դարձնենք։ Հիմա տեսնենք, պատասխանը կա, եթե շինարար լինի, ընդեղից էլ դրական պատասխան լինի, շատ լավ կլինի։ Բացի դրանից, մենք թափառողջների հարցով ունենք այդ ստերջացման մրցույթը, որը տրվել էր անցած տարվանից, սակայն շահող կազմակերպության դիմաց բողոք էր եղել, մենք բողոքը ուղղեցինք դեպի իրավապահ համակարգին, 6-7 ամիսած նոր պատասխանը եկել է, որ համատեղում են իրար այդ նույն կազմակերպությունները, փոխկապակցված են։ Հիմա ասել եմ, որ անպայման նախապատրաստեն նոր մրցույթի թափառողջների, որ ստերջացման։ Առաջներում հարցը լուծվել է այլ կերպ, գիտեք, հիմա օրենք են տունվել, մենք չենք կարող, այսպես ասել, այդ շների հանդեպ ուրիշ մեթոդներ կիրառենք, հնարավոր գործիքակազմով անպայման զբաղվում ենք, բայց ասեմ, որ շատ ծանր վիճակ է Գյումրի քաղաքում, որովհետև այսպես չեմ ուզում բանել, ես ինքս կենտանասեր անձնավորություն եմ, ունեմ շներ ունեմ, պահում եմ, բայց խնդիրը այնպես է, որ շան իրավունքները ավելի շատ է այս երկրում, քան մարդու իրավունքները, այդ շները վնաս են պատճառում մարդկանց, փոքր երեխաներին վախենում են, հարձակվում են, մեծերին խածում են, այդպես դեպքեր կան, եւ չգիտեմ, տեսնենք քաղաքապետարանը իր ձեռքի տակ ունեցած բոլոր գործիքակազմերով փորձում է այդ խնդիրը մեղմել, բերել դեպի այն դաշտ, որ ավելի քիչ վնաս պատճառվի գյումրեցիներին։ Այսինքն դեռ այս խնդիրը մնում է ակտուալ, հավաքակայան կացարանի կառուցման հարցը դեռ, այսպես ասած, օդի մեջ է։ Շատ լավ, խոսենք տրանսպորտի խնդրի մասին, դարձյալ բողոքներ, մինչև այսպես սահմանափակ ժամի են աշխատում, այս առումով ինչ ունենք առաջարկել։ Չէ, ես ասեմ, այդ բողոքները այդպես էլ իրականության հետ չի համապատասխանում, որովհետև մենք երթուղիներ ունենք, որտեղ այդ սպասարկումը երկարացրել ենք, հետո եթե չեմ սխալվում հերթապահ տրանսպորտային միջոցներ ունենք, որոնք նույնպես մինչև ժամի 10-ն, 11-ն էլ պատտվում են։ Տրանսպորտի հետ կապված ուրիշ բողոքներ իմացել եմ, ասել եմ, դիտողություններս ներկայացրել եմ համ բաժնի պետին, համ ՓԲ-ին, այդ ծխելու հետ կապված, հեռախոսով խոսելու հետ ասել եմ, որ շատ խիստ բաժիկ արժանանան, ընդհանուր աշխատանքից կհեռացնենք։ Խոսքը 25 եւ 26 երթուղիների դե ամենաշատը իրենք են երևի սպասարկում, ավելի շատ հասարակության իրեն քաղաքացիներից սպասարկում։ Կարգավորված է այդ խնդիրները, բայց նկատի ունենամ մի հատ էլ կփորձեմ, բայց ամեն անգամ խորհրդակցությունների ժամանակ այդ հարցը բարձրացվում է եւ դրական պատասխան ենք ստանում։ Այս պահին ակտուալ թեմաներից մեկը նաև ձեր նախընտրական ծրագրի կետերից էր, որ Կոմկուսը կառավարության առջև խնդիր էր դնելու գյումրեցիներին հատկացնել աշխատավարձի հավելավճար, որպես բարձրալեռնային գոտու բնակիչների։ Այս խնդիրը նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երբևէ չի բարձրաձայնել, չի բարձրացրել։ Արդյոք սա նախընտրական հնարք չէր եւ այս դեպքում ուր ենք հասել այս Դե ասեմ, հիմա չգիտեմ, շատ բաներ, զուգահեռներ կարելի է անցկացնել, մեկը այն կարևոր որոշման հետ, որը ավականին պետք է կայացներ, բոլորը հիշում եք լավ, որ 85 միլիարդ դրամ տարվում էր հարկերից, Գյումրի քաղաքից հետ էր վերադարձվում 3 միլիարդ ու կես։ Ինչի կապակցությամբ պարոն Վարդան Ղուկասյանը այո, ավականին պետք է տալի տար կառավարությանը
ափսոս, այսպես բաներ եղավ, շինծու գործեր սկսվեց եւ այդ process-ը վերջնական դեռ չի բանել, չհասավ իր նպատակակետին, բայց մենք փորձենք անպայման հասկանանք այդ մշակելու մի քիչ էլ խնդիրներ կա, որովհետեւ բավականին ասես որ դուրս անենք հարցը, մշակենք ավելի ակտուալ ձևի, ավելի ճիշտ թիրախային այդ մշակման փուլում է եւ անպայման մենք տեսնենք, փորձենք կարողանանք դրան հասնել եւ դրա հետ կապված արդեն շատ խնդիրներ կլուծվեր, որովհետեւ այնտեղ գիտեք գումարները 25 միլիարդ եւ ավելիներ, եթե այդ գումարները կարողանա կառավարությունը հատկացնել, կարողանա որն է պետք է հատկացնի, որովհետեւ դրանք սահմանադրությամբ եւ տեղական ինքնակառավարման օրենքներով հաստատված է այդ ամեն ինչը եւ այդ գումարները որ բերվեն քաղաքային բյուջեն արդեն այդ ձեր ասած բարձր լեռնային եւ մնացած հարցերը կարելի է տեղական ինքնակառավարումով կարգավորել։ Պարոն Ղուկասյան նաև խոսում էր ներդրումներ ներգրավելու համար, այսինքն հույսը միայն կառավարության վրա չէր դնելու, իր խոսքերն են մեջ վերում, կտեսնեք թե իմ կապերով ինչքան ներդրումներ են բերվելու Գյումրի քաղաք հայտարարել էր նա մայիսի 2-ին տեղի ունեցած Աբագանու նիստի ժամանակ։ Սա ձեր կոմունիստական կուսակցության ծրագրային դրույթներից էր, որևէ գործարարի հետ ստացվեց կապ հաստատել եւ ներդրումներ ներգրավել քաղաք։ Ես ուզում եմ մի ճշտում անդրադառնալ, որ ես կուսակցական չեմ, բայց խմբակցության ղեկավարն եմ, այո։ Եվ աշխատանքները շարունակվում են միանշանակ։ Վառ օրինակներից մեկը, ես ցեզ ասեմ, Տաշիր բարեգործական հիմնադրամի հետ կապված Վարեմ-Մարեմի շենքն էր, որը տարիներ շարունակ ցկցվում էր, բայց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հասավ նրան, որ սկսեցին ներդրումային այդ ծրագիրը իրականացնել, շինհրաբարակը կառուցվել է, շինարարական աշխատանքները գնում են։ Մնացած կազմակերպությունների հետ տարվել են աշխատանքները եւ տարվում են եւ կարծում եմ, որ շինարարական այդ սեզոնի հետ կապված աշխատանքները սպասվելուն հետ մեկտեղ ավելի նկատելի կլինենք, տեսնեք, որ կլինեն այդ ներդրումները եւ կգան այդ մարտիկ։ Պարզապես հիմա փակագծեր չեմ ուզում բացել։ Աշխատանքներ գնում են այդ ուղղությամբ։ Շինաշխատանքների մասին շարունակելով այս թեման, Գյումրու կենտրոնում հա պատ կանգնեցնելու մասին ինչ որ տարաձայնություններ կան Գյումրու համայնքապետարանի եւ Կրթության, Գիտության, Մշակույթի, Սպորտի նախարարության հետ, այսինքն առանց համաձայնեցնելու նախարարության հետ կանգնեցվել է պատմական քարտեզի հա տեղադրման հարցի շուրջ տարաձայնություններ կան։ Պատ չի էլի, այդ պատմական քարտեզը։ Հիմա սրա հետ կապված ինչ կասեք, պարոն Արաքելյան։ Ճիշտ ասած, մեզ բազմիցս դիմելուց հետո առանց մեկ բանը ասել էինք, որ մեր ճարտարապետը ներկա լինի եւ համապատասխան մասնագետները, որ այդ քննարկումը ճարտարապետական խորհուրդը տեղի ունենա մեր ներկայացուցիչների հետ միասին եւ մերոնք կարողանան իրենց խոսքը ասեն եւ ասեն ինչի համար է եւ ինչ պետք է ստանանք վերջում առանց իրենց ներկայությամբ է տեղի ունեցել եւ այսպես ոչ հասկանալի պատասխան է եկել քաղաքապետարանին եւ մենք դրա համար համ բաժնի պետը խոսք ունեցավ Հանրությանը ասելու հիմա նոր գրություն ենք ուղարկել եւ խնդրել ենք որ անպայման քաղաքապետարանից ընդգրկեն նոր քննարկում անցկացնել այդ ճարտարապետական խորհուրդը նոր քննարկում դնի եթե չեմ սխալվում դա մշակույթի նախարարության այդ համապատասխան կառույցն է զբաղվում որտեղ ներկա լինենք Գյումրու ճարտարապետները եւ համապատասխան մասնագետները եւ կարողանան համ ցույց տան մեր նախագիծը, համ էլ ասեն ինչ են կառուցվում եւ ասեմ ձեզ գիտություն մեր գյումրեցիներին, որ դերևս տարեր առաջ Հռոմի Կոլիզեի կողքին այդ քարե քարտեզը կա, որտեղ զետեղված է ծովից ծով Հայաստանը եւ մայր Հայաստանում իր բուն տեղում մենք ուզեցել ենք նմանատիպ ունենանք եւ չգիտեմ ինչն է պատճառը որ այսպես արկելքների ենք հանդիպում կառավարության կողմից ինձ թվում է որ բոլոր հայրենասերները եւ բոլոր Հայաստանի Հանրապետությունը լավը տեսնողները հզոր տեսնողները պետք է կողմ լինեն այդ որոշմանը
Պարոն Արաքելյան, մեկ այլ ծրագրային դրույթով էլ նախատեսվում էր Լինսի հիմնադրամի կողմից կառուցված բազմաբնակարան շենքերին ավելացնել եւս մեկ հարկ, սրանով որոշ չափով որոշակիորեն լուծելով նաեւ անօթևանության խնդիրը։ Արդյոք այս առումով ինչ որ ուսումնասիրություն արվել է հաշվի առնելով սեյսմակայունությունը շենքերի, հա։ Միանշանակ ուսումնասիրությունները արվել են, ուսումնասիրությունները գտնվում են փուլի մեջ, հիմա հանրականները տրված են, դեռ ավարտին չի հասնի, բայց մի կոմպոնենտ կար այդտեղ, որ կարգավորման հետ կապված փորձում ենք հասկանալ դա ինչը կարելի է վերջնական լուծումը գտնել, ամբողջ բնակիչները պետք է այդ թույլտվությունը տան, որ վերջի հարգի վրա, այսինքն կտուրային հարգը կամ հարտանիք է, մի հարգ էլ բարձրացնենք, բոլորի թույլտվությունները լինեն, հիմա մենք էլ գիտենք, որ արտերկրում շատ մեր հայրենակիցներ կգտնվեն, որոնք նաև բնակարաններ ունենք, ուզում ենք հասկանանք ինչպես կարողանանք այդ ամեն ինչը երևի այնտեղից լիազորագիր ուղարկեն, որ իրենք համաձայնություն են տալիս, այդպես փորձենք այդ մի քիչ աշխատատար է, բայց միանշանակ մենք, այսպես ասեմ, չենք հիասթափվել դրանից, առաջ ենք տանելու այդ ամեն ինչը։ Հետո ավելացնեմ ցեզ, որ ասեմ, ռադիոտներից, հայտնի բուլվարային ռադիոտներից մեկը արդեն նախագծի հաղթողը կա, նախագծային աշխատանքները ընտանում են, կարծում եմ մինչև շինարարական սեզոնի հետ սկսվել է, նաև նախագիծը կունենանք եւ կտնենք շինարարի մրցույթը, որտեղ պետք է սոցիալական բնակարան կառուցվի, Գյումրու քաղաքապետը անցած տարվանից այդ մեկնարկը տրվել է այդ ամեն ինչի, սոցիալական բնակարաններ կառուցվելու է սուբվենցիոն ծրագրերով եւ ունենք բուլվարային թաղամասում բնակարաններ, որոնք գտնվում է քաղաքի ֆոնդային բնակարանի ֆոնդի այդտեղ նաև վերանորոգման աշխատանքներ են անցկացնելու, մրցույթներ են հայտարարելու, որ վերանորոգենք եւ էլի որպես սոցիալական բնակարան տրամադրենք բազմազավակ ընտանիքներին եւ շահառուներին։ Ծրագրային դրույթում այսպես է, հա, ձևակերպած համագործակցել ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ, Մարմաշենի խճուղու սկզբնամասում տեղակայված եւ նրա պատկանելության տակ գտնվող կիսակառույց բազմաբնակարան շենքերի ժամանակ ինֆորմացիան մեզ այդպես էր, երբ որ մենք եկանք արդեն քաղաքապետարան, ուսումնասիրեցինք, ասեցին, որ չէ, արդեն պետքույկի կառավարման ներքո է գտնվում։ Անդրադառնանք հա տոնածառի այսպես շատ քննարկված թեմային, ինչու Գյումրիում չտեղադրվեց կառավարության գնաց նոր տոնածառը, որը 2024-ի սեպտեմբերի 10-ին եւ տեղադրվեց ջարդոն որակվածը, որն այլևս պիտանի չէր։ Մի կողմից հայտարարում եք, որ բյուջեն սուղ է, հա, եւ միջոցներ եք տրամադրում ջարդոնը վերականգնելու համար, մյուս կողմից։ Այդ ջարդոն չէ, միանշանակ, որ այդպես որակավորում է կարող եք տեսնել, ընդտուպ ասեմ ձեզ, Քամին էլ դա հաստատեց, որ ինքը շատ լուրջ ամրացում է անցկացվել, ամրացման համար մեծ գումար չի հատկացվել, 671,000, եթե չեմ սխալվում, եւ դիմակայուն, ասեմ, ավելի բարձր, 28 մետր բարձրությամբ, թարմ եղևնիներով, ավելի, այսպես ասեմ, ոչ թե կոնաձև, ինչ որ չգիտեմ, այլ եղևնու տեսք ունեցող, ճիշտ է, զարդարանքը, ես ես անկեղծ ասում եմ, մեր սրտով չի եղել, բայց դրա պատճառը քաղաքապետարանի աշխատանքը չի, որ այդպես եղավ։ Երբ որ նոյեմբերի 11-ին նիստին կային եւ մեր քաղաքացիական պայմանագրի հավականու անդամները մասնակցեին, նիստը գրանցվեին, ժամանակ մրցույթը կայանար։ Դեկտեմբերի 3-ի արդարետ նիստով մենք նոր հաստատել ենք այդ գումարները։ Դեկտեմբերի 21-ին պայմանագիրն է ստորագրվել զարդարանքների եւ այդ լույսերի գումարի հատկացման եւ կարծում եմ 4-5 օրվա ժամկետում, այսպես ասեմ, առանց նոն-ստոպ վիճակով 24 ժամյա ռեժիմով փորձել ենք այդ ամեն ինչը կատարենք։ Ես հասկանում եմ, որ տարբեր ձևի խոչընդոտներ, որ մենք չկարողանանք edel ունենանք, մարդիկ, որ հայտարարում են իշմեղք ունեն գյումրեցի երեխաները, գյումրեցի երեխաները ոչ մի մեղք էլ չունեն։ Գյումրեցի երեխաները ամենալավը պետք է ունենան։ Տարիներ շարունակ այնպիսի վիճակում է Գյումրին, որ սրանից հետո միշտ ամենալավը պետք է ունենան, բայց այդ հայտարարությունները
չպետք է հայտարարվեն մենակ, պետք է նաև դրա համար գործ արվի, ժամանակին կամ մասնակցեն, հետո 18 միլիոն դրամ զարտարանքի համար է հատկացվել, 4 միլիոն դրամ հատկացվել է ծրագրի համար։ Երևան քաղաքը 1.5 միլիոն դոլար, 600 միլիոն եւ ավելի գումար է հատկացրել զարտարան վարչական շրջանը, որը 2-ից 3 անգամ փոքր է Գյումրի քաղաքից, 53-ից 55 միլիոն դրամ է հատկացվել զարտարանքի համար։ Գումարը այդպես էլ առել մեծ գումար չէր, ժամանակային առումն էր քիչ, եթե ավելի շուտ լիներ մեր ժամանակներեր, մենք ավելի գեղեցիկ զարտարան կստանայինք եւ ավելի գեղեցիկ տոնածառ կստանայինք, բայց դե այսպես թե այնպես ստացվեց չուզենալով մյուսների կողմից հեջուկս գյումրեցիների մենք ստացանք ավելի տոն ստացանք, այսպես։ Իսկ ինչու չեք անում, պարոն Առաքելյան, հարցումներ են արվում սոցցանցերում։ Կատարվելու են աշխատանքները, հրահանգը տրված է, պարզապես այսպես ասեմ, հիմա հանձնաժողով է ձևավորվել, եթե տեղյակ եք, ընդգրվել են նաև ավականու անդամներ, ուսումնասիրություններով եք ուզում հանել, որը ավելնորդ խոսակցությունների առիթ չդառնա։ Տեսնեն, որ ամբողջ գումարը ինչ որ պետք է ծառայել են նպատակին։ Դեռ ոչ մի բան չկա, եթե ինչ որ բան էլ պակաս եղավ, միանշանակ չեն վճարվելու դրա համար։ Մենք ոչ մեկի պատրաստ չենք տանք հենց այնպես գումարներ, աշխատանքի դիմաց միայն։ Շահել են, թող աշխատանքը կատարեն բարեխիղճ ձևով, մենք էլ պատրաստ ենք վճարելու։ Չեն արել աշխատանքները, չեն ստանում։ Շնորհակալություն պարոն Առաքելյան հարցազրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ երկխոսության լսարանի այսօրվա հյուրը Գյումրու համայնքապետի պարտականությունները կատարող փոխհամայնքապետ Ավետիս Առաքելյանն էր։ Ցտեսություն, կհանդիպենք։